Արդյոք հնարավոր է անսխալ ճանաչել ուրիշի հոգու թաքնված խավարը, երբ այն կրում է բարեպաշտության դիմակ։ Կարլ Յունգը պնդում էր, որ անխոցելի հոգեբանական ուժը ծնվում է միայն մեկ վտանգավոր բախումից։ Սա սուպերեմպաթի վտանգավորության 6-րդ պատճառն է։ Նա հասկանում է խավարը առանց դրանով կլանվելու։ Որպեսզի էմպաթը դադարի զոհ լինելուց, հոգեբանական էվոլյուցիան պահանջում է ստվերի լիարժեք ինտեգրում։ Նա պարտավոր է հանդիպել իր ներսում եղած յուրաքանչյուր անընդունելի հատկությանը՝ դաժանությանը, եսասիրությանը, մանիպուլյացիային, զայրույթին և ոչնչացման մղումին։ Նա անում է սա ոչ թե նման վիճակներից գործելու, այլ պարզապես ինքն իրեն չխաբելու համար։ Օրինակ, նա ակնթարթորեն հասկանում է թաքնված մանիպուլյացիան, քանի որ վերապրել և ճանաչել է իր իսկ մանիպուլյացիվ միտումները։ Նա անսխալ տեսնում է նարցիսական պաշտպանությունը, որովհետև անձամբ բախվել է սեփական էգոյի ինֆլյացիային։ Ստվերն ինտեգրած էմպաթին անհնար է խաբել։ Նա ճանաչում է դիմակ հակած խավարը ոչ թե գրքային տեսություններով, այլ խորը ներքին ռեզոնանսով։ Ամենամեծ պատրանքն այն է, թե մաքրությունը պահանջում է անտեղյակություն մութ ուժերի մասին։ Իրականում դուք անպաշտպան եք, քանի դեռ չեք ընդունել հրեշին ձեր ներսում։ Ամենավտանգավոր մարդն այն է, ով տեսել է ուրիշների իրական դեմքը իր իսկ հայելու մեջ։ Անպայման տարածեք այս տեսանյութը և անմիջապես պահպանեք այն, որպեսզի երբեք չմոռանաք ձեր իրական ուժը։